Աստծուն մոտ է եւ բանն Աստված է։ Նա սկզբից Աստծուն մոտ է։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, որ եղել է։ Կյանքը նրանով է եւ այդ կյանքը մարդկանց համար լույս էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում էր եւ խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ, Աստծու ուղարկած, նրա անունն էր Հովհաննես։ Սա եկավ որպես վկայի, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլոր նրա միջոցով հավատան։ Ինքը լույս չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան, նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին որդուց, որ հոր ծոցում է։ Նա հայտնեց նրան։ Հովհաննեսը ասաց. Ես ձեզ մկրտում եմ ջրով։ Ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որը գալու է իմ ետևից եւ որի կոշիկների կաբերը հարցակելու արժանի չեմ ես։ Հետևյալ օրը նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. Ահա գառն Աստծու, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա է նա, որի մասին ես ասում էի։ Իմ ետևից գալիս է մեկը, որ ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար։ Եվ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի աշխարհին, դրա համար ես եկա ջրով մկրտելու։ Հովհաննեսը վկայեց եւ ասաց. տեսա հոգին, որ իջնում էր երկնքից, որպես աղավնի, եւ հանգչում նրա վրա։ Եվ ես չէի ճանաչում նրան, սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. ում վրա տեսնես, որ հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով։ Եվ ես տեսա ու վկայեցի, թե սա է Աստծու որդին։ Հաջորդ օրը Հիսուսը որոշեց Գալիլա մեկներ։ Գտա Փիլիպոսին նրան ասաց. Արի իմ հետևից։ Փիլիպոսը գտնում ու Նաթելային ու նրան ասում. ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ եւ մարգարեները գրել են։ Այո։ Գտա նրան Հիսուսին Հովսեփին որդուն Նազարեթ քաղաքից։ Նաթանայելը նրան ասաց. իսկ կարելի է որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա։ Փիլիպոսը նրան ասաց. արի եւ տես։ Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալի, ասաց նրա մասին. ահա իսկական մի իսրայելցի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելը նրան ասաց. որտեղից ես ինձ ճանաչում։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էի, տեսա քեզ։ Նաթանայելը պատասխան տվեց նրան եւ ասաց. Ռաբի, դու ես Աստծու որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. նրա համար ես հավատում, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսար քեզ։ Դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ ասաց նրան. ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնենք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակների բարձրանալիս եւ իշտերից բացու որդու վրա։ Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար, եւ Հիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաեւ Հիսուս եւ իր աշակերտները։ Եվ երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. Գինի չունեմ, եւ Հիսուսը նրան ասաց. Ինչ ես ուզում ինձանից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել, նրա մայրը սպասավորներին ասաց, ինչ որ ձեզ ասի,
արեք։ Այնտեղ կային քարե 6 թակույկներ հрьяաների սովորության համաձայն մաքրվելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը շուրջ 100 լիտր տարողություն ուներ։ Հիսուս նրանց ասաց. «Լցրեք այդ թակույկները ջրով», եւ լցրին բերնեբերան, եւ ասաց նրանց. «Հիմա վերցրեք եւ տարեք սեղանապետին»։ Եվ նրանք տարան, եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, ու չէր իմանում, թե որտեղից է, բայց սպասավորները, որոնք ջուր լցրին, գիտեին, խոսեց Փեսայի հետ։ Ամեն մարդ նախ ընտիր գինի է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ վատը, իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես։ Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում, որպես սկիզբը նշանների եւ հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր եւ իր եղբայրների հետ, եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Հрьяաների զատիկը մոտ է, եւ Հիսուսը Երուսաղեմից ելավ, եւ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին աչառներ, ոչխարներ եւ աղավնիներ, ինչպես նաեւ լումայափոխներ, որ նստած էին, եւ ճուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաեւ ոչխարներին ու աչառներին, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց, եւ նրանց սեղանները շուռ տվեց, իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք եւ իմ հոր տնի տունը վաճառատան մի վերածեք»։ Հрьяաները նրան ասացին. «Ինչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Պատասխանեց նրանց Հիսուս եւ ասաց. «Քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Հрьяաները նրան ասացին. «46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում ես այն վերականգնում»։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելների ցարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, եւ հավատացին գրքին ու այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Ու փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հрьяաների իշխանավորն էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Ռաբի, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Եվ Նիկոդեմոս ըսավ Հիսուսին. «Ինչպես կարող է մի մարդ, որ ձեր է, նորից ծնանվի, միթե մորը որովայնի մեջ պետք է մտնի, որ նորից ծնունդ առնի»։ Հիսուս պատասխան տվեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում։ Այդպես է եւ ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպես կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետ եւ այդ չգիտես։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ որ գիտենք եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք եւ մեր վկայությունը չեք ընդունում»։ Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ եւ չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատակ, եթե երկնավոր բաներ ասեմ։ Արդ ոչ ոք երկնքից չի իջել, չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից է։ Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի
ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի ավիտենական կյանքը, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փառքվի։ Եվ 2 օր հետո նա եկավ այնտեղից եւ գնաց Գալիլիա։ Քանի որ Հիսուսն ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր երկրում պատիվ չունի։ Սակայն երբ նա Գալիլիա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում տոնի ժամանակ, քանի որ նրանք էլ եկել են տոնին։ Հիսուս դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, ու ջուրը գինու էր վերածել։ Պարատական մի պաշտոնատար կար, որի որդին հիվանդ էր Կափառնայումում։ Երբ նա լսեց, թե Հիսուս Հրեաստանից Գալիլեա էր եկել, եկավ նրա մոտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր։ Հիսուսը նրան ասաց. Եթե նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնեք, չեք հավատում։ Պաշտոնատարը նրան ասաց. Տեր, իջիր, քանի դեռ իմ որդին չի մեռել։ Հիսուսը նրան ասաց. Գնա, քո որդին կենդանի է։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, ավետից տվեցին եւ ասացին, թե նրա տղան կենդանի է։ Նա հարցրեց նրանց, թե որ ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. 3 հետմիջօրեի ժամը 1-ին ջերմը նրան թողեց։ Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Հիսուս նրան ասաց. Քո որդին կենդանի է, եւ հավատաց ինքը ու իր ամբողջ ընտանիքը։ Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուս Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։ Դրանից հետո տոն էր, եւ Հիսուս Երուսաղեմ ելավ։ Եվ Երուսաղեմում ոչխարների ավազանի մոտ մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, 5 սրահներով, որոնց մեջ պառկած էր մի մեծ բազմություն՝ հիվանդների, կույրերի, կաղերի եւ գոսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնվելուն։ Եվ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը եւ ջուրը խառնում։ Եվ ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր հիվանդությունից անգամ նշան չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ 38 տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուս տեսավ, որ նա պառկած ընկած է, եւ իմացավ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. Տեր, ես ոչ հոգ չունեմ, որ երբ որ ջուրը խառնվում է, ինձ ջուրը իջացնեն։ Մինչև դանդաղում եմ ուրիշներն ինձանից առաջ ջուրը իջնեն։ Հիսուս նրան ասաց. «Վեր կաց, վերցրու քո մահիճը եւ գնա»։ Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս։ Եվ այն օրը շաբաթ էր։ Հրավները բժշկված մարդուն ասեցին. Շաբաթ օր է։ Եվ օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ։ Նա նրանց ասաց. նա որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց. վերցրու քո մահիճը եւ գնա։ Նրան հարցրին ու ասացին. ով է այն մարդը, որ քեզ ասաց. վերցրու քո մահիճը եւ շրջիր։ Իսկ բժշկվածը չէր իմանում, թե ով է նա, որովհետև Հիսուսը այնտեղից ամբողի պատճառով հեռացել էր։ Եվ հրեաները Հիսուսին հալածում են նրա համար, որ շաբաթ օրով էր գործում այդ ամենը։ Հիսուսն էլ նրանց պատասխանեց եւ ասաց. Իմ հայրը մինչև այժմ գործում է։ Ուրեմն ես եւս գործում եմ։ Հիսուսն ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այնինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է,
անում նույն նրա նման է որդին գործում, քանի որ հայրը սիրում է որդուն եւ այն ամեն ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան եւ նրանի ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետեւ ինչպես որ հայրն է հարություն է տալիս մեռելներին եւ կենտանացնում է, նույնպես եւ որդին կենտանացնում է ում կամենա։ Սակայն հայրը որ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպիսի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Ով որդուն չի պատվում եւ հորը, նրան արաքողին, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը եւ չի դատապարտում, այլ մահվանից կյանք անցավ։ Ճշմարիտ եմ ասում, երբ կգա ժամանակը, որն արդեն եկել է, մեռելները, որ կլսեն Աստծու որդու ձայնը, նրանք որ կլսեն կապրեն, որովհետև Աստված իր մեջ կյանք ունի եւ կյանք է տալիս եւ կյանք տվեց իր որդուն եւ իշխանություն տվեց, որովհետև մարդու որդի էր։ Ես ինքս ինձանից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ։ Եվ իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց։ Եթե ես վկայում եմ իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, եւ դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ Եվ հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին։ Դուք ոչ նրա ձայնն եք երբևէ լսել, եւ ոչ նրա երեսը տեսել։ Եվ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակեցված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։ Քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք, եւ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց գիտեմ ձեզ, որ Աստծո հանդեպ սեր չունեք ձեր մեջ։ Այնուհետև Հիսուս Գալիլեայի Տիբերիական ծովի հանդիպակաց կողմն անցավ, եւ նրա ետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։ Հիսուս լեռ բարձրացավ եւ նստեց աշակերտների հետ, եւ մոտ էր գալիս Զատիկը, հրեաների տոնը։ Հիսուսն իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Ֆիլիպոսին ասաց. Որտեղից ես պիտի գնենք, որ դրանք ուտեն։ Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտեր, թե ինչ էր անելու։ Ֆիլիպոսը նրան պատասխանեց. 200 դահեկանի հաց դրանց չբավարարի, թեկուզ եւ յուրաքանչյուր ոք մի կտոր վերցնի։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. Այստեղ մի պատանի կա, որ 5 գարեհաց ունի եւ 2 ձու, բայց այդքան ինչ է այսչափ մարդկանց համար։ 49 դուբլ 3 Հիսուս ասաց. նստեցրեք մարդկանց, այնտեղ առաջ խոտ կա, եւ շուրջ 5000 մարդիկ նստեցին։ Եվ Հիսուս հացն առավ ու գոհություն հայտնեց Աստծուն եւ բախշեց նստածներին։ Նույն ձևով եւ ձկներից որչափ որ կամեցան։ Եվ երբ կշտացան աշակերտներին ասաց. Հավաքեցեք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի։ Հավաքեցին եւ լցրին 12 սակար, այն 5 գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ Իսկ մարդիկ, երբ տեսան այդ նշանները, որ նա արեց, ասացին. Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ է գալու։ Երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնելու, տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց։ Եվ երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզեր քիչան, եւ նավակ նստելով գալիս էին դեպի մյուս կողմ, դեպի Կափառնայում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ իրենց մոտ չէր եկել, եւ ծովի կողմին ուժգին փչելուց փոթորկում էր, եւ շուրջ 5 կամ 6 կիլոմետր թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով, եւ նավակին մոտեցել էր, սաստիկ վախեցան։
Եվ նա ասաց նրանց. Ես եմ, մի վախեցեք։ Գնացեք, աշխատեցեք, ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որի մարդու որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայր Աստված։ Մեր հայերը անապատում մանանա կերան, ինչպես որ գրված էր երկնքից, նրանց հաց տվեց ուտելու։ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտն եմ ասում ձեզ։ Մոսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից, որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կյանք է տալիս աշխարհին։ Նրան ասացին, դեր ամեն ժամ դուրմ ես այդ հացը։ Հիսուս նրանց ասաց, ես եմ գենացածը, ով տեպի ինձ կա, քաղ չի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի զարավի։ Բայց ես ձեզ ասել եմ, թե ինձ լեսակ եւ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում հայրն ինձ դալիս է, գկան ինձ մոտ, եւ ով որ ինձ մոտ գկա, ցուրս չեմ անի, որովհետեւ ես երկնքից իջա ոչ թե իմ գամքը գդարելու համար, այլ գամքը նրա, ով ինձ ուղարկեց։ Այս է կամքը իմ հոր, որ ինձ ուղարկեց, բոլոր նրանք, ում հայրը ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց, այս է իմ հոր կամքը, ամեն ոք, ով տեսնի որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք, և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր, ես եմ երկնքից իջած հացը, և ասում էին, սա Հիսուսը չէ, Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք, իսկ արդ ինչպես է ասում, ես երկնքից իջա։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. մի քրդմնջեք իրար մեջ, ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է, և ամենքը Աստծուց ուսած կլինեն։ Ամեն ոք, որ լսում է հորից և ուսանում է, գալիս է դեպի ինձ, սակայն ոչ ոք հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել հորը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը։ Ես եմ կենաց հացը։ Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա։ Ապա ամեն ոք իր տունը գնաց, իսկ Հիսուս գնաց Ձիթենյաց լեռը, առավոտյան օրից տաճար եկավ, ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ և ինքն ուսուցանում էր նրանց։ Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով ասացին Հիսուսին. Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ օրենքում Մովսեսը մեզ պատվիրել էր այդպիսիներին քարկոծել։ Արդ դու դրա մասին ինչ ես ասում։ Նրանք այս ասում էին նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան, իսկ Հիսուս ցած նայելով մատով գետնի վրա գրում էր, իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով վեր նայեց ու նրանց ասաց. ձեր միջից անմեղը նախ թող քար գցին դրա վրա, եւ դարձյալ ցած նայելով գետնի վրա գրում էր։ Եվ այս լսելով մեկ առ մեկ ելնում գնում էին տարիքավորներից մինչև փոքրերը։ Եվ Հիսուս միայն մնաց ու կինը կանգնած նրա առաջ։
Հիսուս նրան ասաց. «Ով կին, ուր են։ Քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Եվ սա ասաց. «Ոչ, Տեր»։ Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա, այսուհետև մի մեղանչիր»։ Եվ մի հիվանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից, Մայրամի եւ նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մայրամն էր, որ յուղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ սրա եղբայրը Ղազարոսը հիվանդացավ։ Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տեր, ահա Վասիկն է, ում դու սիրում ես, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո որդին փառավորվի»։ Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը Մարթային եւ Ղազարոսին։ Լսելով, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր մնաց այնտեղ, որ գտնվում էր։ Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, ու նորից այնտեղ ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի, եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթակում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթակում է, որովհետև հետը լույս չունի»։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որովհետեւ նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարտան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց։ Իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարտան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա»։ Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարտան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարություն եւ կյանք, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի կապրի, եւ ով կենթանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»։ Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խորովեց իր հոգում եւ ասաց. «Ուր դրիկ դրան»։ Նրան ասացին. «Տեր, արի եւ տես»։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսեք ինչքան է սիրում նրան»։ Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»։ Հիսուս, դարձյալ խորովելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր տրված։ Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան, մեռածի քույրը, նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է»։ Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի, եթե հավատաս կտեսնես Աստծո փառքը»։ Երբ քարը վերցրեցին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հայր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր»։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարոս, վեր կաց, դուրս արի»։ Եվ մեռելը ելավ կապված ոտքերով, ձեռքերը երեզով ամրացված եւ երեսը վաշամակով պատած։ Եվ Հիսուս նրան ասաց. «Արձակեցեք դրան եւ թողեք, որ գնա»։
Հрյաներից շատերը, որոնք եկել են Մարիամից մոտ, երբ տեսան ինչ որ Հիսուսն արեց, հավատացին նրան, իսկ նրանցից ոմանք գնացին փարիսիների մոտ եւ պատմեցին նրանց ինչ որ Հիսուսն արեց։ Քահանայապետերն ու փարիսեցիները ատյան գումարեցին եւ ասացին. «Ինչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այդպես թողնենք, ամենքը կհավատան նրան եւ հռոմեացիները կգան ու կվերցնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մեկը Կայիափա անունով, որ այդ տարույ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, քանի որ այդ տարվա քահանապետներ մարգարացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար եւ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաեւ Աստծո ցրված որդիների մի հավաքի։ Ապա այն օրվանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ Իսկ Հիսուս զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել, եւ այնտեղ նրան ընթրիք տվին։ Սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Իսկ Մարիամը մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով օծեց Հիսուսի ոտքերը եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը, եւ տունը լցվեց յուղի բուրմունքով։ Աշակերտներից մեկը Հուդա Իսկարովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչու այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահեկանի եւ չտրվեց աղքատներին»։ Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։ Հիսուս ասաց նրան. «Թույլ տվեք նրան, որպեսզի իմ թաղմանորվա համար պահի այդ։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, ինձ միշտ ձեզ հետ չունեք»։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ծորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Երկնքից մի ձայն եկավ, եւ փառավորեցի, եւ դարձյալ պիտի փառավորեմ, եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էր, թե որոտմունք է լինելու, ոմանք էլ ասացին, նրա հետ մեր հեշտախոսեց։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի, եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ»։ Այս ասում էր նշելու համար, թե ինչ մահով էր մեռնելու։ Մի փոքր ժամանակ եւս լույսը ձեզ հետ է։ Քայլեցեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի։ Քանի որով քայլում է խավարի մեջ, չգիտի թե ուր է գնում։ Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք։ Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից հոր մոտ փոխադրվի։ Եվ ընթրիքի ժամանակ, երբ Սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան, Հիսուս իմացավ, որ Հայրը ամեն բան իր ձեռքն էր վերցնել, եւ որ ինքը Աստված էր ելել եւ Աստծու մոտ էր գնում։ Նա վեր կացավ, ընթրիքի սեղանից մի կողմ դրեց կեստները եւ մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց։ Եվ ապա ջուր վերցնելով ածեց կոնքի մեջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցավ Սիմոն Պետրոսին եւ սա ասաց նրան. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Երբ Հիսուսն այս բաներն ասաց, խռովեց իր հոգուն, վկայեց ու ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է։
Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ում մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց հարցնելով, թե ում մասին է ասում։ Եվ սա Հիսուսի կրծքով ընկավ ու ասաց նրան. «Տեր, ով է»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը տալիս է Իսկարիովտացի Հուդային։ Եվ երբ նա պատառն առավ, Սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա»։ Հիսուս ասաց. «Այժմ մարդու որդին փառավորվեց եւ Աստված փառավորվեց նրանով։ Քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով եւ իսկույն կփառավորի նրանով։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ։ Ինձ պիտի փնտրեք եւ ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ ետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ ետևից»։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, ինչու այժմ չեմ կարող քո ետևից գալ։ Այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»։ Հիսուս պատասխանեց. «Ինձ համար կյանքդ կտայիր։ Ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու 3 անգամ ինձ ուրացած կլինես»։ Երբ Հիսուս այսպես խոսեց, աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ցորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները։ Ուդան էլ, որ նրան մարտնելու էր, գիտեր այնտեղ, որովհետև Հիսուս եւ իր աշակերտները շատ անգամ այնտեղ հավաքվել էին։ Եվ Հուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ուղարկած քահանապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։ Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Հիսուսին եւ կապեցին։ Եվ նախ նրան տարան Աննայի մոտ, որը Կայափայի այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայափանն էր, որը հրեաների խրատ տվեց, թե ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ։ Եվ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր կրակի մոտ ու տաքանում էր։ Նրան ասացին. «Միթե դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ եւ ասաց. «Ոչ, չեմ, ոչ, չեմ, ոչ, չեմ»։ Եվ իսկույն մի աքաղաղ կանչեց։ Կայափայի տնից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը եւ այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսի չփղծվեն եւ որպեսի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ Ուստի Պիղատոսը ինքը դուրս ելավ նրանց մոտ եւ ասաց. «Այս մարդու մասին ինչ ամբաստանություն եք ներկայացնում»։ Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթե այս մարդը չարագործ չլիներ, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին եւ ասաց նրան. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուս պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեն։ Բայց արդ իմ թագավորությունը այստեղից չէ»։ Պիղատոսը նրան ասաց. «Թե որ այդպես է, ուրեմն դու թագավոր ես»։ Հիսուս նրան պատասխանեց. «Դու ասում ես, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ինչ է ճշմարտությունը»։
Երբ այս ասաց, դարձյալ դուրս ելավ հрьяաների մոտ ու ասաց նրանց. Ես նրա մեջ ոչ մի անցանք չեմ գտնում։ Բայց դուք սովորություն ունեք, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ։ Արդ, ուզում եք, որ ձեզ համար արձակեմ հрьяաների թագավորին։ Բոլոր աղաղակեցին եւ ասացին. ոչ դրան, այլ Բարաբային։ Եվ այն Բարաբան ավազակ էր։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել եւ նրան գանակոծել, իսկ զինվորները փշեպսակ շինելով դրեցին նրա գլխին ու նրան ծիրանից կես թաքցրին։ Եվ գալիս էին նրա մոտ ու ասում. Ողջույն հրաների արքա։ Եվ նրան ապտագում էին։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. ահա նրան դուրս ձեր մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, թե ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում։ Հիսուս դուրս ելավ եւ փշեպսակ ուներ եւ ծիրանից գեստ եւ նրանց ասաց. ահա ձեր մարդը ձեզ։ Երբ քահանապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին ու ասացին. Խաչը անիր դրան։ Պիղատոսը նրանց ասաց. դուք առեք նրան ձեր մեջ եւ ինքներդ խաչը անեցեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում։ Հրեաները նրան պատասխանեցին. Մենք օրենք ունենք եւ ըստ մեր օրենքի նա պետք է մեռնի, որովհետեւ իրեն Աստծու որդի դարձրեց։ Երբ Պիղատոսը այդ խոսքերը լսեց, նա ավելին եւս վախեցավ։ Դարձյալ մի անգամ եւս նա մտավ ապարանքը եւ Հիսուսին ասաց. որտեղից ես դու։ Եվ Հիսուս նրան պատասխան չտվեց։ Պիղատոսը նրան ասաց. ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու։ Եվ նրանք առան Հիսուսին եւ տարան։ Եվ խաչապայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրանում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ։ Իսկ եբրայեցերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշներին, այս եւ այն կողմից։ Իսկ մեջտեղում Հիսուսին։ Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրա եւ գրված էր. Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր։ Իսկ զինվորները երբ Հիսուսին խաչը անեցին, վերցրին նրա զգեստները եւ 4 մասի արեցին յուրաքանչյուր զինվորին 1 մաս։ Այնուհետև Հիսուս գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. ծարավ եմ։ Եվ այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները լեղախառն քացախով մի սպոնք թրջեցին եւ այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. ամեն ինչ կատարված է։ Եվ գլուխը կախելով ոգին ավանդեց։ Եվ Կիրակի օրը Մարիամ Մաղդաղենացին առավոտյան արշալույսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցրած է, ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, ու նրանց ասում է. Տիրոջը վերցրել են գերեզմանից եւ չգիտենք, թե ուր են դրել նրան։ Պետրոսը եւ մյուս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից եւ ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց գերեզման չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, մտավ գերեզմանը եւ տեսավ, որ կտավները այնտեղ էին։ Եվ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված մի կողմ էր։ Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը եւ լաց էր լինում, եւ մինչդեռ նա լաց էր լինում, կրացավ դեպի գերեզմանը եւ տեսավ երկու հրեշտակներ սպիտակների մեջ, որոնք նստել էին, մեկը սնարին եւ մյուսը ոտքերի մոտ, այնտեղ, որ Հիսուսի մարմինն էր եղել, եւ նրան ասացին. «Ո՛վ, կին, ինչու ես լալիս»։ Նա նրանց ասաց, որովհետև իմ տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ,
նրան ուր են դրել։ Երբ այս ասաց, դեպի ետևի կողմը դարձավ եւ տեսավ Հիսուսին, որ կանգնած էր, բայց չէր իմանում, թե Հիսուսն է։ Հիսուսը նրան ասաց. «Ով կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում»։ Նրան այնպես թվաց, թե պարտի սպանն է, եւ ասաց նրան. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ Հիսուս նրան ասաց. «Մարիամ», եւ նա դարձավ ու նրան ասաց. «Վարդապետ»։ Հիսուս նրան ասաց. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել։ Ուրեմն գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ հայրը եւ ձեր հայրը, դեպի իմ Աստվածը եւ ձեր Աստվածը»։ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, թե ինքը Տիրոջը տեսել է եւ նա իրեն այս բաներն է ասել։ Նույն Կիրակի օրվա երեկոյան աշակերտները հավաքված էին տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով։ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղ ու նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Այս ասելով նրանց ցույց տվեց իր ձեռքերը եւ կողը, եւ աշակերտները ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ Իսկ Թովմասը 12-ից մեկը, երկօրյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե Տիրոջը տեսան, եւ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանները, եւ իմ մատերը մեխերի տեղերը չդնեմ, ու իմ ձեռքը նրա կողերի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին եւ Թովմասը նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ եւ ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Ապա Թովմասին ասաց. «Բեր քո մատները եւ դիր այստեղ եւ տես իմ ձեռքերը, եւ բեր քո ձեռքերը ու մտցրու իմ կողի մեջ։ Անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց նրան ու ասաց. «Տեր իմ եւ Աստված իմ»։ Հիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հավատացիր։ Երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան»։ Իր աշակերտների առաջ Հիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է, Աստծո որդին։ Նաև որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։ Եկես զյար հայություն քո, ելիցի գալ քո, ով ես